Ես մեկ դիտարկում, պարոն Թունյան, ձեր ասացի տրամաբանությունից ելնելով այսօր հասարակությանը շատ ավելի հետաքրքրում է կաթողիկոսի կուսակրոն լինել չլինելու հարցը, սա դիտարկում Ուղղված այդ ռեմարկին պատասխանը ես դեմ չեմ, որ հասարակությանը այդ հարցները հետաքրքրում ու առավել եւս եթե կաթողիկոսի ու մնացած հոգեվորականների թեման մեր հասարակության համար այդքան կարեւոր է, ուրեմն նույնքան կարեւոր է նաեւ այն, որ մեր եկեղեցին զերծ լինի այն բոլոր թերություններից, որի մասին այսքան խոսվում է։ Մնացածը թող պարոն Հովհաննիսյանը պատասխանի։ Նախ մի կտորին ձեր դիտարկման, որ հանրությանը հետաքրքրում է կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտելա թե չի խախտել եւ այդ հարցն է, տենց հարց չկա օրակարգում, որովհետեւ այդ հարցի պատասխանն ակնհայտ է, Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի, այս հարցը չի քննարկվում։ Նախորդ հարցին էլի պատասխան, թե ինչպես պետքա տեղի ունենա, տեղի կունենա հնարավորինս առանց որևէ ցնցումների ուրեմն եղբայրության եւ համերաշխության մթնոլորտում, ինչպես եւ տեղի է ունեցել ոչ բռնիթավշա ժողովրդական հեղափոխությունը եւ հոգեվոր իշխանությունը կվերադառնա ուրեմն ժողովրդին, ինչպես եւ պետական իշխանությունն է վերադարձել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։